Իջևանի գինու կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին դեռևս գործող սովետական տարիներին, սակայն այդ ժամանակաշրջանում գործարանն ընդամենը գինենյութ էր մատակարարում Արարատ Տրեստին և Երևանի շամպայնի գինիների գործարանին, այսինքն մեծ արտադրության փոքրիկ հատված է։ Իսկ արդեն 2008 թվականին գործարանը գնում է հայ բիզնեսմեն Էմին Եղիազարյանը և այդ օրվանից ի վեր ամեն ինչ փոխվում է։ Տեխնոլոգիաները, սարքավորումները, նոր մասնաշենքեր են կառուցվում և այլն։ Իսկ արդեն 2010 թվականին գործարկվում է մեր պահածոների գործարանը։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ամենախոշոր գինի և կոնյակ արտադրողներից մեկը։ Մեր արտադրության մեջ մենք բացառապես օգտագործում ենք հայկական խաղողի տեսակներ։ Կոնյակի տեխնոլոգիան շատ բարդ պրոցես է, որը սկսվում է խաղողից, հայկական խաղողի սորտերից։ Ստանալով որակյալ կոնյակի գինենյութեր, մենք այն անցկացնում ենք երկպատիկ թորում, ստանում շատ որակյալ կոնյակի սպիրտեր, որոնք անցնում են կաղնետակառներում հնեցում երկար տարիներ։ Եվ այդ կոնյակի սպիրտերի հնեցումից ծնված հին կոնյակի սպիրտերի կուպաժներից մենք ստանում ենք որակյալ հայկական կոնյակ։ Ներկայում գործարանում մենք կիրառում ենք միայն ժամանակակից և արդի տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ Գործարանը զինված է վերջին տեսակի և սերնդի արտասահմանյան սարքավորումներով, որը որ մեզ օգնում է և հնարավորություն է տալիս արտադրելու բարձր կարգի և որակի գինիներ։ Ամենակարևոր պայմանը կոնյակագործության համար խաղողն է, հայկական բնաշխարհի։ Մենք վերցնում ենք միշտ հայկական խաղողի սորտերը։ Մենք ունենք առանձնացված մի քանի սորտ, որոնցից ընտրում ենք և պատրաստում սպիտակ գինենյութ, կոնյակի գինենյութ։ Եվ առանձնացնեմ ևս մի առանձնահատկություն, քանի որ մեր գործարանը գտնվում է Տավուշի մարզում։ Տավուշի մարզում աճած հայկական խաղողի սորտերը իրենց դիտերվող բարձր թթվայնությամբ շատ համապատասխանում են և շատ որակյալ են կոնյակի գինենյութերի համար։ Գինու համար ամենակարևոր պայմանը հանդիսանում է խաղողը։ Լավ խաղող ունենալու պայմաններում միայն հնարավոր կլինի ունենալ շատ բարձր որակի գինի։ Եվ քանի որ մենք գտնվում ենք հիմա Տավուշում, Տավուշի մարզում աճող խաղողներից հնարավոր է լինում պատրաստել շատ արտակարգ և բարձրակարգ գինիներ։ Մեր գործարանը բացառապես աշխատում է հայկական խաղողի տեսակների հետ։ Հայկական խաղողի տեսակներից պատրաստված գինիները կարողանում են շշի մեջ արտահայտել և արտացոլել մեր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածային շրջանների առանձնահատկությունները։ Ինչ է դա նշանակում, այսինքն մենք շշի մեջ կամ բաժակի մեջ կարող ենք փորձելով մեր գինիները, որը պատրաստված է հայկական խաղողի տեսակից, ինչ-որ մի ձև առանձնացնել՝ ծիրանի երանգներ, դեղձի երանգներ, այն ամենը, ինչը աճում է Հայաստանում և բնորոշ է տվյալ շրջանում։ Մեր մոտ Իջևանի գործարանում այս պահին մենք ունենք 70 տարեկանից սկսված հնեցված սպիրտեր և շատ հին կոնյակներ, բայց դեռևս վաճառքում գտնվող մեր ամենահին կոնյակը ներկայացված է մեր Աբգար Թագավորյանի անունը կրող կոնյակը 40 տարվա հնեցմամբ և ունենք 30 տարվա հնեցմամբ կոնյակներ 25, 22, առայժմ դեռ ամենահին կոնյակը մեր Աբգար Թագավորյանի անունը կրող 40 տարեկան կոնյակն է։ Կցանկանամ առանձնացնել մեր այս տարվա նորույթ գինին, նարեկացի գինին, որը պատրաստված է արենի տեսակի խաղողից և հնեցված գինի է։ Գինին պատրաստվել է յուրահատուկ տեխնոլոգիայով և այդ ամենի արդյունքը և մեզ համար շատ մեծ պատիվ է եղել, որ մենք նվաճել ենք Prodexpo 24 միջազգային մրցույթում Grand Prix մրցանակ, որը այդ մրցույթի առկայության 26 տարիների ընթացքում առաջին անգամ է հայկական գինին արժանացել այդպիսի Grand Prix մրցանակի։ Ինչու ընտրել հենց հայկական կոնյակը, քանի որ հայկական կոնյակը, հայկական կոնյակագործությունը երկար պատմություն ունի։ Մենք իբրև հայ ազգ պարտավոր ենք զարգացնել հայկական կոնյակագործությունը, արժևորել մեր հայկական կոնյակը, քանի որ մենք ջանքեր չենք խնայում որակյալ կոնյակներ ստանալու համար, սկսած խաղողագործությունից մինչև կոնյակի պատրաստումը։ Անցնում են մեր սպիրտերը դասական եղանակով հնեցում, ավանդական եղանակներով ամբողջ պրոցեսները և ստանում ենք առանց հավելումների, առանց որևէ արհեստական նյութերի, ստանում ենք միայն բնական հումքից պատրաստում ենք կոնյակի սպիրտեր, կոնյակներ և պետք է խրախուսել հայկական կոնյակագործությունը։
Ես հիմա ստուգում եմ թորվողողու թնդությունը, տեսնեմ, որի աստիճանին ենք հասել։ Հիմա հասել եմ 68.7, աստիճանաբար իջնելվա, իր կոնյակի սպիրտի ամենասպիրտի ամենաընտիր պահը 67-68 գրադուսն է աստիճանը, այ որը որ հիմա է աստեղ է։ Այ ես ունեմ շատ թորացողներ, կարամ ցանկացածը ստուգենք։ Ներկայումս գործարանի տարածքում իրականացնում ենք շրջայցեր, գինու կոնյակի պրոֆեսիոնալ դեգուստացիաներ եւ մի շարք այլ միջոցառումներ։ Շրջայցի շրջանակներում մեր զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում տեսնելու արտադրական ողջ գործընթացը, կոնյակի մառանները, հինավուրց գինու մառանները, շշալցի արտադրամասը, օղու թորման արտադրամասը, փորձարարական այգին եւ իհարկե հուշանվերների խանութ-սրահը։